Բարի երեկո, առաջին ալքի եթերով շաբաթ արեմը դահարենով ամփոփելու ժամն է, ես Սիվանա Կարապետյանն եմ։ Հայաստանի կառավարությունը կշարունակի ստանալ հայազգի ռազմաքերիներու, բադանտներու եւ այլ բահվող անձերու նկատմամբ արգելված միջոցներու կիրառման մասին տեղեկություններ, այսպես հայտարարած է Հայաստանի արտաքին գերատեսչությունը, անիկա հրավիրած է միջազգային հանրության ուշադրությունը, մասնավորապես տարածաշրջանային նես խաղաղությամբ շահագրգռված եւ մարդասիրական արժեքները կարեւորող գործընկերներուն, որբեսի հետամուտը լանզադոնք ազատ արձակելու խնդրին։ Նույնպես մատնանշված են բեմականացված ցադավարություններու ընթացքին տեղի ունեցած այն կոպտակն խախտումներ ու խոշտանգումները, որոնք կգիրառվին ոմանց նկատմամբ։ Խոր մտահոգություն կպատճառեն հայազգի ռազմաքերիներեն, բադանտներեն եւ այլ բահվող անձերեն 23-ի նկատմամբ թադավարություններեն, դեսացայնակրություններ եւ լուսանգարներ ներառող հրաբարակումները նշյալ անձերու ներառյալ հացաթուլի մեջ գտնվող Ռուփեն Վարդանյանի փաստաբաններուն կողմէ հրաբարակայնացվող դեղեցությունները գալանավորված անձերու նկատմամբ ներկործության խոշտանգումներու եւ անոնց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին։ Հայազգի ռազմաքերիները, բադանտները եւ այլ բահվող անձերը աբորինափար կբահվին Ադրբեջանի մեջ իհեջուգս անոր կողմէ ստանցնած հանձնառություններուն եւ միջազգային բարդավորություններուն հայազգի ռազմաքերիներուն, բադանտներուն եւ այլ բահվող անձերուն գալանավորումն ու հետապնդումը կհանդիսանա միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդկային հիմնարար իրավունքներու գոբիտ խախտում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները այս թադական բեմականացումը կօգտագործեն որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումներու եւ հասարակության շրջանեն ներս ցերնազության կորձիկ հաշվի առնելով խնդրին զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի եւ ողջ հասարակության համար։ Առանցնագի ուշադրության արժանի է այն, որ այս գործընթացները կընթանան ադրբեջանական լրատվամիջոցներու հայերուն թեմ ցեղային ադելության շարունակական քարոզչության պայմաններուն ներքո։ Այս ամենեն զատ եւ առաջին հերթին որևէ հագամարտության ամբողջական ղեկավարումը կներառե ժողովուրդներուն պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրներու հավելյալ ու արհեստական ցկցկումը առնվազն չի ծառայեր այդ նպատակին եւ միայն կնվազեցնե ադոր հավանականությունը։ Այս գիտակցումը բազմիցս ընդգծված է Ադրբեջանի հետ քննարկումներու ընթացքին, ինչպես նաև դարբեր միջազգային հարթակներու վրա, գործընկերներու եւ կառույցներու կողմէ։ Գագնգալենք, որ Ադրբեջանի իշխանություններու ընկալումներու մեջ եւս անիկա կքերագայե թշնամանքի շարունակական սնացման ու գարժաժամկետ հաշվարկներու նկատմամբ հարցի վերջնական հասցեակրման մերժման պայմաններու ներքո Հայաստանը չի գրնար անմասն եւ անդարբեր մնալ, ուստի պիտի շարունակե զայն բարձրացնել դարբեր հարթակներու վրա եւ ձևաչափերով ակնկալելով լուծումներ եւ դրական հարաճընթաց։ Փետրվար 24-ին 25-ը Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցելությամբ Զվիցերիա մեկնած էր, մասնակցելու ՄԱԿ-ի մարդկային իրավանց խորհրդի 58-րդ նստաշրջանին։ Իր ելույթի մեջ անընդգծած է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանային նես խաղաղության հաստատման գծով եւ ներկայացուցած է Ադրբեջանին ուղղված կառուցողական առաջարկները, որոնց շարքին են խաղաղության պայմանագիրը, փոխադրամիջոցային ուղիներու բացումը եւ զինված ուժերու ապրանքներու վերահսկողության գործիքակազմը։ Նախարարի իր խոսքի մեջ նաեւ նշած է, որ Ադրբեջանի մեջ այս պահուն կամահականորեն կալանավորված են 23 հայեր, որոնց նկատմամբ կընթանան գեղձ դատավարություններ, առանց որևէ պատշաճ իրավական ընթացակարգներու կիրառման։ Ժնև գտնվեր արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի մարդկային իրավանց խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի մեջ իր ունեցած ելույթին ընթացքին նախարարը ներկաներուն ուշադրությունը հրավիրած է հայ-ադրբեջանական գործընթացին վրա։ Հավատարիմ մնալով մեր տարածաշրջանի մեջ խաղաղության եւ կայունության հաստատման իր օրակարգին Հայաստանի Հանրապետությունը կառուցողական առաջարկներ կատարած է ադրբեջանական կողմին, ներառյալ խաղաղության պայմանագրի, փոխադրամիջոցներու, ենթակառուցվածքներու բացման, սպառազինություններու փոխադարձ վերահսկման եւ վավերացման վերաբերյալ։ Իր ելույթի մեջ նշած է Արարատ Միրզոյանը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերուն կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը եւ քաղաքական կամքի դրսեւորումը մեծապես պիտի նպաստեն մեր տարածաշրջանի մեջ խաղաղության նոր տարաշրջանի բացման։ Ճիշտ այս ձիրեններս ես կցանկամ անգամ եւս վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը թշնամանքի էջը շրջելու եւ համագարկված խաղաղություն հաստատելու հարցի մեջ։ Մենք ոչ միայն պատրաստ ենք անոր, այլև պիտի չշեղենք այդ ուղիեն։ Միրզոյանը հիշեցուցած է իր 1 տարի առաջվան ելույթը, որում մեջ խոսած էր Հայաստանի շուրջ արգա մարտահրավերներուն մասին, արձանագրելով, որ անոնց մեծ մասը դակավին կմնա չլուծված, հակառակ Հայաստանի կորզացրած ահռելի չանքերուն։
coming from our eastern neighbor. Մեր արևելյան հարևանեն հնչող հայտարարությունները կշարունակեն կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հակառակ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումին հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որ իթիվս այլոց վերահաստատած էր, որ հայկական խորհրդային ընկերվարական հանրապետության եւ Ադրբեջանի խորհրդային ընկերվարական հանրապետության վարչական սահմանները դարձած էին անկախ հանրապետություններու միջազգային սահմաններ։ Ավելին, ճիշտ այս բահուն Ադրբեջանի մեջ կընթանան գեղձ դատավարություններ 23 հայ անձերու նկատմամբ, որոնք կամայականորեն գալանավորված են, անդեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդկային իրավանց չափանիշերը։ ՄԱԳ-ի մարդկային իրավանց հարցերով բարձր հանձնագետարի գրասենյակը մեկ տարի առաջ երկու առաքելություն ուղարկած էր Հայաստան Լեռնային Ղարաբաղեն տեղահանված ավելի քան 115,000 բնիկ հայերու իրավիճակին վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով նշած է Միրզոյանը, համոզմունք հայտնելով, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում պիտի լինեն հաշտեցման չանքերը հարաճ մղելու գործին մեջ։ Next year we will have pivotal importance. Հաջորդ դարին առանցքային նշանակություն պիտի ունենա իմ երկրի եւ համաշխարհային բնաբահբանական նպատակները խթանելու մեր հանձնառություններուն համար, քանի որ կենսաբանական բազմազանության մասին կանոնացության կողմերու համաժողովի 17-րդ նստաշրջանը տեղի պիտի ունենա Հայաստանի մեջ։ Մենք առաջնահերթ կարևորություն կտանք կենսաբանական բազմազանության մասին կանոնացության կողմերու ներառական համաժողովի կազմակերպման։ Հայաստանի նախագահությունը կցկտի կազմակերպել արդյունավետ համաժողով լիարժեք եւ փոխանցագալից մասնակցությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական քերատեսչության ղեկավարը անդրադարձած է նաև ՄԱԳ-ի առջև ծառացած մարտահրավերներուն։ Միավորված ազգերու կազմակերպության մարդկային իրավանց հենասյունը ամրապնդելու հրադապությունը առավել քան երբևէ արդիական է, ընդգծած է Միրզոյանը։ The scale and severity of atrocity. Ոճրագործություններու եւ գոբիթ խախտումներու ծավալն ու ծանրությունը, ինչպես նաեւ արդյունավետ կերպով կանխելու եւ պատասխանատվություն ապահովելու մեր հավաքական անկարողությունը վտանգի տակ կտնեն այն հիմնարար արժեքներու ամբողջությունը, որոնց հիման վրա ստեղծված են միավորված ազգերու կազմակերպությունն ու անոր մարդկային իրավանց համագարկը, հիմնարար կանոնները, որոնց բոլորս եւ յուրաքանչյուրս համաձայնած ենք առանց վերաբահումներու։ Այս պայմաններում մեջ մարդկային իրավանց համագարկի թերը եւ դեսանելիությունը գդրուկ աճած են։ Ավելի շատ մարդիկ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ այլ շահագրգիռ կողմեր կգործակցին մարդկային իրավանց խորհրդին հետ։ Հղում կկատարեն հadoop ընթացագարկերու եւ պայմանագրային մարմիններու գործիքակազմերուն։ Ասիկա ըստ Հայաստանի արտաքին գործոց նախարարին գվգայ է, որ մարդկային իրավանց հենասյունը կշարունակե մնալ հույսի եւ արդարության ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդոց համար։ I am proud to state that even in most Հբարդությամբ կրնամ նշել, որ նույնիսկ ամենեն դժվարին ժամանակներուն Հայաստանը կշարունակե հարաճընթաց արձանագրել իր ժողովրդավարական հաստատություններու ամրապնդման եւ զորացման, դատական համագարկի անկախության ամրապնդման եւ փդացության թեմ պայքարի ուղղությամբ ավելի հավասար եւ արդար հասարակություն կառուցելու համար։ Մենք վերջերս հիմնած ենք մարդկային իրավանց ասպարեզներս, միջազգային հաշվետվողականության ամրապնդման եւ անգեփխող հետագա քայլերու ապահովման ազգային գործիքակազմ եւ գտիդարգենք զայն որպես կարևոր ներբեդական կորձիկ քաղաքականության բոլոր ասպարեզներում մեջ իրավունքահեն մոդեցում ապահովելու համար։ Այս տարվան ընթացքին Հայաստանը պիտի ներկայացնի իր 4-րդ համընդհանուր բարբերական զեկույցը, որ ամփոփված է պետական եւ ոչ պետական թերագադարներու միջև բազմաթիվ խորհրդակցություններու հիման վրա, նշած է Միրզոյանը։ Այսպիսով Հայաստանը հաստատակամ կմնա մարդկային իրավանց թե ներբեդական թե համաշխարհային մակարդակներու վրա պաշտպանության եւ խթանման իր հանձնառության մեջ։ Ժնևի մեջ ընթացող զինաթափման համաժողովի Փարսաստիճան բաժնի մեջ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատած է Հայաստանի հանձնառությունը միջուկային զենք չտարածելու եւ խաղաղ նպատակներով միջուկային ուժանյութը օգտագործելու սկզբունքներուն հանդեպ։ Միրզոյանը նշած է, որ Հայաստանը քայլեր կցերնարկե նոր հյուրական գայանի մկառուցման ուղղությամբ, որոնց իրեններս կուսումնասիրվի փոքր շարժական գայաններու հնարավորությունները։ Նախարարը անդրադարձած է նաեւ ռազմական ոլորտներս արհեստական բանականության գիրառման վտանգներուն եւ գոչ ուղեց միջազգային համայնքին այն ասպարեզներս ապահովելու պատասխանատու եւ արդյունավետ կարգավորում։ Ժնևի մեջ ընթացող զինաթափման համաժողովին Հայաստանի արտաքին գործոց նախարարը հայտարարած է, որ մեր երկիրը հավատարիմ է միջուկային զենք չտարածելու մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններուն։ Միևնույն ադեմ միջուկային ուժանյութի խաղաղ նպատակներով օգտագործումը կշարունակե մնալ մեր քաղաքականության առաջնահերթություններեն մեկը։ Նախարարի խոսքով Հայաստանը առաջնորդվելով հայկական միջուկային էլեկտրակայանի շահագործման ընթացքին ապահովության եւ անվտանգության բարձր չափանիշներու հաջող պահպանմամբ եւ ունենալով մինչեւ 2036 թվականը նոր հզորության անցնելու նպատակ
ընտրած է փած քաղաքականություն միջուկային ուժանույթի ապահով եւ խաղաղ օգտագործման համար եւ պիտի շարունակե հետեւիլ այս քաղաքականության։ Միրզոյանը ընդգծած է, որ Հայաստանը արդեն նախաձեռնած է նոր հյուրահական գայանի ընտրության եւ հետագա կառուցման նախնական գործընթացը։ Այս պահուն ուսումնասիրվին փոքր շարժական գայաններու առանձնահատկությունները։ Արդյունավետ գործող սովորական սպառազինություններու վերահսկման գարկը անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, դարաձաշրջանային եւ ենթադարաձաշրջանային մագարտակներուն վրա ռազմական եւ քաղաքական գայունության ապահովման համար։ Մենք հետեւողականորեն կպաշտպանենք սպառազինություններու վերահսկման համաձայնագիրներու ամբողջական իրագործումը, զուգակցված այդ գարկի առաջնորդող սկզբունքներու անվերաբահ պահպանմամբ, որպես գայուն խաղաղության եւ անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս ծիրեններս մենք նաեւ գտիդարգենք զենքերու առևդուրի մասին պայմանագրին միանալու հնարավորությունը։ Արտաքին գործոց նախարարը նաև նշած է, որ Հայաստանը հավատարիմ եղած է Եվրոպայի մեծ սովորական սպառազինություններու վերահսկման, բարդաթիր իրավաբանական ուժ ունեցող վարչագարքին, հետևած է անոր թրույթներուն եւ բարեխղճորեն կատարած է բարդավորությունները։ Միրզոյանի խոսքով արդյունավետ վերահսկողության եւ գիրարկման բացակայության պատճառով գարքահագամա թույլ տված է չարամիտ մտադրություններ ունեցողներուն թաքցնել իրենց ապօրինությունները։ Արդյունքները ըստ անոր հայտնի են սպառազինություններու վերահսկման կարգը չգրցավ կանխել ուժի կիրառման կրկնությունը, խարխլելով կայունության նույն այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։ Այնուամենայնիվ Հայաստանը կշարունակե հավատարիմ մնալ այս գաղափարին եւ հանդես գալ սպառազինություններու վերահսկման արդյունավետ ու համավարփակ կարգի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասի մեջ թափանցիկության բարձրացման եւ վստահության ամրապնդման նպատակով Հայաստանը Ադրբեջանին ներկայացուցած է սպառազինություններու փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջաթեփերու համատեղ հետաքննության կորզիկագազմերու ստեղծման քրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունը ուղղված է փոխադարձ վստահության ձևավորման, սպառնալիքի արգայության ընկալման, նվազեցման եւ դարաձաշրջանային գայունության ամրապնդման։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանը, մենք կշարունակենք հուսալ, որ երկխոսությունն ու գործակցությունը պիտի քերագայեն թշնամանքի եւ անվստահության նկատմամբ։ Հայաստանի գլխավոր հիվանդակետը ասաց է, որ արհեստական բանականության գիրարկումը ռազմական ոլորտներս պետք է բաշխաճ կերպով կարգավորվի համաձայն արգա միջազգային իրավական գործիքներու, չփացարելով աբակա իրավագարկավորումներու հնարավորությունը, նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու թերագադարներու կողմէ ադոր շահագործման վտանգը։ Հայաստանը կվերահաստատե, որ միջազգային իրավունքը, մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքը եւ մարդկային իրավանց միջազգային իրավունքը լիովին կիրառելի է բոլոր զինադեսակներու ներառյալ արհեստական բանականություն եւ ինքնավար արհեստագիտություն բարունագող համագարկերու նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է ըլլա փարոյական, պատասխանատու եւ նպաստե միջազգային անվտանգության ամրապնդման։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ ըլլա բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներուն։ Արտաքին քաղաքական քերատեսչության ղեկավարը ամփոփելով ելույթը շեշտած է, որ Հայաստանը հավատարիմ է իր հանձնառության շարունակելու բանակցված բազմակողմ լուծումներու որոնումը, խթանելով երկխոսությունը եւ ամրապնդելու միջազգային համագործակցությունը հանուն խաղաղության եւ անվտանգության։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի 4-րդ նիստին ընթացքին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարած է, որ Լեռնային Ղարաբաղի մեջ միջազգային մարդասիրական իրավունքը բարդության մատնված է եւ հակառակ այն բոլոր Հայաստանը վճռականորեն որդեգրած է ժողովրդավարական զարգացման ուղին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հերթական անգամ դադարեցած են Ադրբեջանի իրագործած պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի մեջ փնիկ հայերու բռնի տեղահանումը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքեն որոշ հատվածներու բռնագրավումը։ Նիստին քննարկված են նաև Եվրամիություն Հայաստան համագործակցության խորացման նոր քայլերը, որոնց շարքին են մուտքի արտոնագրերու ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկը եւ Հայաստանի մեջ տեղակայված Եվրոպական միության խաղաղապահ հարաբերության ժամկետին երկարացման որոշումը։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի 4-րդ նիստն է Եվրոպական խորհրդարանի նորընտիր կազմի առաջին մասնակցությունը։ Եվրախորհրդարանի դարբեր դարիներու պատգամավորները իրենց զեկույցներուն եւ ելույթներուն մեջ դադարեցել Լեռնային Ղարաբաղի մեջ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, հայերու բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, Ադրբեջանի մեջ պահվող քերիներու փաստը։ Հանձնաժողովի նիստին բացման ընթացքին իր խոսքի մեջ ներկայացուց ազգային ժողովի նախագահը հայտարարելով, որ այս հարցականքները բավարար չեղան եւ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղի մեջ բարդվեցավ, իսկ այժմ Հայաստանը ընդրած է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը։ Ալեն Սիմոնյանը ներկայացուց խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների եւ ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ
էներգետիկ եւ այլ ոլորտների դիվերսիֆիկացիանը։ Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաև Եվրոպական միության անդամ երկրների հետ։ Հայաստանի մեջ տեղի ունեցող բարեփոխումներուն ուղղված դրամական աջակցություն, մուտքի արտոնակիրներ ու ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ, խաղաղության եվրոպական կորձիկ ծրագրի մեջ ընդգրկվածություն, Հայաստանի սահմաններու քաղաքացիական առաքելության ժամկետի երկարացքում։ Ըստ Արման Եղոյանի, այս բոլորը կվկայեն, որ Եվրոպական խորհրդարանը իրապես հետաքրքրված է տարածաշրջանով, որ ունի պատասխան, օրեր առաջ ընդունվեցավ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Խաղաղության գործիքակազմից Հայաստանին աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ այս հարցում Եվրամիությունում կա կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական միության, եվրոպական ընտանիքի ընդհանրապես անվտանգության մի մաս, եւ դա իսկապես այդպես է, որովհետեւ որևէ անկայունություն, որ սկսվել է Եվրոպական միության սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից։ Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան սերտ համագործակցություն չեն ունեցած։ Անոնք հիմնված են ամուր հիմքերու վրա։ Մենք կհավատանք ժողովուրդներու իրավունքին ընտրելու իրենց աբական։ Եվրոպայի խորհրդարանը հստակորեն արտահայտած է, որ գաչակցի հարաբերություններու խորացման, բայց ամեն բան գախյալ է Հայաստանեն, թե ինչ տեսակի հարաբերություններ գցկտի ունենալ։ Ակնհայտ է, որ Եվրոպական միության անդամակցության որևէ թիմում պիտի դիտարկվի ըստ պահանջներու, ըստ առաջնահերթության, ըստ չափանիշերու։ Հանձնաժողովին Եվրոպացի համանախագահը անդրադարձավ Եվրամիության առաքելության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության, թե անիկա կխոչընդոտե խաղաղության համաձայնագրին, աննշեց, որ չզինված առաքելությունը որևէ վտանգ չի կրնար ներկայացնել։ Կարևոր է, որ հասկանանք Բաքուն կմերժի այս գործակցությունը եւ կցանկա թատրեցնել Եվրոպական միության առաքելությունը, բայց Հայաստանը ներկայացուցած է առաջարկ, որը լան զենքի փոխադարձ վերահսկողության գործիքակազմեր։ Ասիգա օրինակ է, որ Հայաստանը հանցն առած է խաղաղության օրակարգը եւ մենք անոր գաչակցինք, իսկ Ադրբեջանի արձագանքը այս բոլորին դժվար է հասկանալ եւ մեկնաբանել։ Եվրամիությունը կաջակցի նաև կոչ կուղղե, որ Անկարան սահմանային հարցերը առանձնացնե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու օրակարգեն, հայտարարեց Ուշակովսը։ Անհայտնեց, որ Եվրամիությունը հետաքրքրված է նաև Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությամբ։ Հանձնաժողովին գազմը ընդունեցավ Բրյուսելի մեջ կայացած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործունեության հանձնաժողովի նիստին արձանագրությունը։ Նիստին ընթացքին նաև դարբեր քերադեշտություններու ղեկավարները ներկայացուցին եվրոպական ընտանիքին համագրվելու ճանապարհին Հայաստանի ստանցած բարդավորություններու կատարման ընթացքը, արդարադատության, արտաքին քաղաքականության, ոստիկանության եւ այլ բնակավարներու մեջ։ Եթե միայն վերջին տվյալները նշեմ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ԵԱՀԿ-ի մեր գործընկերների իմպլեմենտացմամբ իրականացված սոցիալական հարցման արդյունքում հարցվածների շուրջ 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում եւ չի դժգոհում ոստիկանության աշխատանքից։ Իհարկե սա մակարդակ է, որը որ պետք է պահպանել եւ պետք է ավելի բարձրացնել։ ՍԵՊԱ-ի հետ կապված ցանկանում եմ նշել, որ Արդարադատության նախարարությունը իրականացնում է համակարգման աշխատանքները եւ ներկա պահին մենք աշխատում ենք ճանապարհային քարտեզի արդիականացման, նորացման եւ նաեւ նոր ճանապարհային քարտեզի մշակման վրա, ինչպես նաեւ հավաքագրել եւ գնահատել ենք նախորդ տարիներին տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գործողությունները, որոնք ստանձնված են եղել հենց ՍԵՊԱ-ի համաձայնագրով եւ պետք է նշեմ, որ 50%-ից ավել կատարողական ցուցանիշ ունենք, իհարկե սա լավագույն արդյունքը չէ, բայց մենք պետք է աշխատենք, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը լինի ավելին։ Համաբարկ փակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ցույց կտա Հայաստանի հանձնարարությունը ճանապարհային քարտեզին հավատարիմ մնալու մասին, շարունակեց արտաքին գործոց փոխնախարարը։ Մենք կցանկանք տարածաշրջանի մեջ հաստատել անվտանգություն, որովհետեւ ապահովենք Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն, նշեց Բարույր Հովանիսյանը։ Մեկ այլ կարևոր որոշում է Եվրոպական խաղաղության գործիքակազմը։ Այս օգնությունը պիտի բարելավի Հայաստանի թիմագայունությունն ու կարողությունները, ինչ կվերապերի անվտանգության հետ կապված բանակցություններուն, ասիգա մեկ այլ հարթակ է։ Կցանկանք ընդլայնել համագործակցությունը։ Մեր գործընկերության անվտանգային փաղաթրիչը հաջող կերպով հարաճ կերտա։ Հայաստան Եվրամիություն հարաբերությունները երբեք չեն եղած այսքան ուժեղ եւ մոտ։ Մենք կբաժնեկցենք ժողովրդավարական արժեքներ, կշարունակենք զարգացնել համագործակցությունը, կաշխատենք համագործակցության օրակարգին վրա։ Տեսմանը կարևորեց Եվրամիության հատուկ ներկայացուցիչի այցելությունը տարածաշրջան Հարավային Կովկասի մեջ հետագա գործողություններուն աջակցելու նպատակով։ Ինչ կվերապերի Հայաստանի սահմանազատման, սահմանակցման գործընթացին, մենք կփորձենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, հաշվի առնելով մարդասիրական խնդիրները, խաղաղության
խաղաղության համաձայնագրի հետ կապված քննարկումները։ Եվրամիությունը նաև գաչակցի փոխադրամիջոցային գաբերը փանալու դեսլագանին, եւ մեր դեսլագանի մեջ է նաև խաղաղության խաչմերուկ հայեցակարգը։ Սահմանազատումն ու սահմանակցումը ամենեն զգայուն խնդիրներն են մեր օրագարկին վրա։ Մեր հարևանին հետ բանակցություններ ու շրջանագեններս հույս ունենք, որ կունենանք դրական կենսունակություն։ Բաքվեն հնչող հռետորաբանությունը մեզի համար այնքան էլ զարմացնող ուղերձներ չի բարունակեր։ Ամեն անգամ անոնք վտանգավոր սպառնալից ուղերձներ կուղարկեն։ Մեր կերիները կշարունակեն այնտեղ մնալ, ինչ որ ամոթալի գործընթաց մնե Բաքվի համար, որևէ կանոնական, իրավական, դատական տեսակետ է։ Մենք կխնդրենք, որ մեր բոլոր գործընկերները ներգրավվին այն չանքերում մեջ, որոնք մենք խաղաղության համար կներդնենք։ Շնորհակալ ենք Եվրամիության, բայց Եվրոպական միության միջնորդական ձևաչափը հիմա չի գործեր։ Վարուր Հովհաննեսյանը ընդգծեց, որ նույն մոդեցումն է նաև Թուրքիո առումով։ Հայաստանը կշարունակի չանքեր կորձատրել ղեկավարելու հարաբերությունները։ Եվրոպացի գործընկերներուն կոչ ուղեց նաև ընդդիմության ներկայացուցիչը։ Կոչ կուղենք Եվրամիության առաջ անցնել հռետորաբանութենեն եւ արագ թիրախավորված բաժամիջոցներ ցերնարգել Ադրբեջանի նկատմամբ անուն միջազգային իրավունքի համապատասխանության։ Լեռնային Ղարաբաղեն հայերու բռնի դեղահանումը լուրջ խախտում կհանդիսանա։ Կոչ կուղենք Եվրամիության չանքեր կորձատրելու, որ դեղահանվածները կարենան ապահով վերաթարնալ միջազգային պաշտպանության ներքո, ինչպես նաև աջակցել Բաքվի մեջ գտնվող կերիներու ազատման։ Նիստին մասնակիցները ոչ միայն ելույթներու, այլև հարցումներ հղելու հնարավորություն ունեին։ Օգտվելով արիթեն ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղեց Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի ներկա տնտեսական գործակցության ու անոր զուգահեռ Եվրոպական միության ցկտելու հնարավորություններուն մասին։ Մենք այսօր չենք սկսիր ժամատրություններու փուլը։ Մենք արդեն ամուսնացած ենք, Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Մեր տնտեսությունը էաբես անգեգախյալ է։ Մենք պետք է ամուսնալուծվենք, ապա նոր ամուսնանանք մյուսին հետ։ Հետևաբար բնական է, որ հարց կուտամ, իսկ վերջը ինչ պիտի ըլլա։ Այն փաստ է, որ Եվրասիական տնտեսական միության մաս կգազմենք, բայց միևնույն ադեն կցանկանք սերդանալ Եվրոպական միության հետ, մենք հալ պատրաստ ենք սկսիլ եւ աշխատիլ այս ուղղությամբ։ Ասիկա բահանջկոտ ուղղությունը պիտի ելլա, բայց պիտի բերե տնտեսական արդյունքներ ու մարդկային իրավանց ու ժողովրդավարության երաշխիք։ Ես կքնահատեմ այլափանությամբ խոսիլը, ասիկա գթյուրացնե դժվար յանքի ընկալումը, բայց ասիկա չէ ճշմարտությունը, Հայաստանը ոչ մեկուն հետ ամուսնացած է։ Հայաստանի համագործակցությունը Եվրոպական միության հետ արդամուսնական հարաբերություն չէ, բայց շատ չէ, որ այս բարդաշխարհական իրավիճակը բարձեցնել այսպիսի այլափանությամբ։ Համար 2 ովեկող։ Նիստին ավարտին օրագարկի հարցերում մեկ մասը արժանացավ հավանության։ Կառավարության վերջին նիստին արձանագրված է, որ Հայաստանի տնտեսությունը վերջին 7 տարիներուն ընթացքին նշանալի աճ գրանցած է, հասնելով 43.5%-ի։ Գործադիր իշխանությունը հաստատած 2024-ի ծրագրի կատարողականին եւ արդյունքներուն վերաբերյալ զեկույցը։ Մեկ այլ որոշմամբ գործադիր իշխանությունը հաստատած է շրջանառության հարկ վճարող տնտեսվարողներուն աջակցության ծրագիրը, որ պիտի թույլատնե փոքր եւ միջին գործարություններու հարմարումը նոր հարկային պայմաններուն։ Վարչապետը կարևորած է նաեւ համընդհանուր հայտարարագրման համակարգին թերը, շեշտելով, որ անոր շրջանագեններս արդեն իսկ 2486 քաղաքացի ընկերային կրեդիտներու միջոցով ստացած են շուրջ 232 միլիոն թերամ։ Գործադիր իշխանությունը հաստատեց կառավարության հնգամյա ծրագրի 2024-ի գադարման մասին զեկույցը, որ պիտի ներկայացվի խորհրդարանական քննարկման։ Զեկույցում ներառված են նաև 24 թվականի Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք եւս ի ցույց են դնում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները։ 2024-ին Հայաստանի մեջ արձանագրված է 5.9% տնտեսական աճ։ Վարչապետ Փաշինյանի խոսքով 2021-ի ընտրություններուն սահմանված նպատակադրումը եղած է միջին հաշվով 7% տնտեսական աճ, ինչ որ ապահովված է 2024-ի տվյալներով աշխատավարձով ապահովված աշխատադեղերու թիվը 760,555 է, որ 2018-ի հունվարի համեմատ ավելի է 203,875-ով։ Դինամիկան պահպանվում է նաև 2025 թվականի հունվարին եւ մասնավորապես 2025 թվականի հունվարին 24 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41124-ով ավել աշխատատեղ, անդրադառնալ նաև տարեկան միջին ամսական աշխատավարձի ցուցանիշին, որը 2024 թվականի արդյունքներով կազմել է 287172 դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավել է 114445 դրամով կամ 66.3%-ով։
Քնաճը 2018-ի նկատմամբ եղած է 25.3%, աշխատավարձի աճը մոտ 40%-ով ավելի է քնաճեն, ինչ որ ըստ Նիկոլ Փաշինյանի էական ցուցանիշ է։ 2024-ին 2023-ի համեմատ քնաճը եղած է 0.3%, աշխատավարձի աճը 6.4%։ 2025-ի հունվարին միջին աշխատավարձը 296.651 դրամ է, 2018-ի նկատմամբ ավելի 126.594 դրամով կամ 74%-ով։ 2025 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ քնաճը կազմած է 27%, աշխատավարձի աճը 74%։ 2025-ի հունվարին նախորդ տարվան նկատմամբ արձանագրված է 1.7%, քնաճ աշխատավարձերու աճը կազմած է 4.6%։ Այստեղ ալ աշխատավարձերու աճը գրգնագի են ավելի է քնաճի համեմատ, նշեց վարչապետը։ 43.5%-ով մեր տնտեսությունը աճել է վերջին 7 տարիների ընթացքում։ Ես իհարկե չգիտեմ, այս թվամբանությունը թերևս շատերին շատ բան չի ասում, բայց սա ահռելի աճ է։ Սա նշանակում է, որ մենք տարեկանում միջինում 6.1%-ից ավել տնտեսական աճ ենք ապահովել։ Կատարված աշխատանքի հարցի մեջ վարչապետը կարևորեց պետական կառավարման համագարքի բոլոր մարմիններուն ու աշխատակիցներուն, գործարար համայնքին ու հարկ վճարողներուն թերը, ընդգծելով, որ Հայաստանը կշարունակե մնալ գայուն տնտեսական զարգացման ուղեծիրի վրա։ Եղել է, որ մեղադրել են, որ մենք ճգնաժամային կառավարում կամ վատ ենք իրականացնում կամ չենք իրականացնում։ Ըստ էության 2018 թվականից շատ թե քիչ ոչ այդպեսին եղել է միայն 2019 թվականը։ Մնացած բոլոր թվերը եղել են ըստ էության ճգնաժամային կառավարման տարիներ, եւ այս ճգնաժամային կառավարման պայմաններում միջինում 6.1% տնտեսական աճ ենք մենք ապահովել Հայաստանի Հանրապետությունում։ Վարչապետին խոսքով օրագարկին վրա է տնտեսական քաղաքականության վերանայման հարցը։ Ավարտին կհասցվի տնտեսական քաղաքականության նորացված ռազմավարության հայեցակարգային փաստաթուղթը։ Քննարկում պիտի լա նաև գործարար համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Առաջարկված է լրամշակել կրիպտո արժույթի մասին օրենքը։ Ելևմուտի նախարարին խոսքով ոլորտի մեջ կան վտանգներ կապված հաջախորդներու շահերու պաշտպանության, գործիքագազմերու բացակայության, կրիպտո ունեցվածքի եւ արհեստագիտական հնարավորություններու, տրամալվածության եւ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով զայն կիրառելու վտանգներուն հետ։ Անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ, միաժամանակ նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները։ Ասիգա կրիպտո արժույթի ոլորտը կարգավորելու առաջին փորձն է, նկատել տվավ վարչապետը, հավելելով, որ կարգավորումը թերևս կատարյալ չէ, բայց պետական կառավարման համագարքը հնդածս պետք է կրիպտո արժույթի մասին գիտելիք ձեռք բերե։ Կլինեն քննադատություններ, որ այս նախագիծը օրենքը կատարյալ չէ, բայց նախագծի գոյությունը ավելի կատարյալ է, քան դրա բացակայությունը, եւ հետեւաբար սա շատ կարեւոր քայլ է, որը մենք պետք է համարձակորեն եւ վճռական կերպով անենք այն տրամաբանությամբ, որ մենք պետքա շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները, պետք է արձանագրենք, որ ըստ էության ուշացել ենք, բայց մյուս կողմից լավ է ուշ քան երբեք։ Հաստատվեցավ շրջանառության հարկ վճարող տնտեսավարողներու աջակցության ծրագիրը։ Ելևմուտի նախարարին խոսքով կորզատիր իշխանությունը պիտի աջակցի, որ անցումային ժամանակաշրջանին տնտեսավարողները գարենան ցած հարգային փերի միջավայրի մեջ իրացնել նախկինին առանց փաստաթուղթերու ցերկ բերված ապրանքները։ Եվ 2021-ի հունվար 1-ի թրությամբ արգա փաստաթուղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարգեն լրացուցիչ նվազեցման հնարավորություն ստանան։ Աջակցությունը պիտի դրամատրվի 2025 թվականի առաջին եւ երկրորդ երամսյակներուն համար։ Հովանիսյանը ներկայացուց ծրագրեն օգտվելու նախապայմանները։ Հարկ վճարողին աջակցությունը կդրամատրվի, եթե 2024-ին իրականացուցած է արևդրական կորձունեություն նախորդ տարեվերջի դրությամբ աջակցության ըստացման հաշվետու երամսյակներում մեջ եղած է բացառապես շրջանառության հարկ վճարող թիմումի ներկայացման օրվան նախորդ օրվան դրությամբ ամբողջությամբ կատարած է բարդավորությունները։ Երամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5%-ը կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ երամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումար։
Հարկային մարմին է ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն։ Նախարար Հովհաննիսյանը ներկայացուց նաև աջակցության չափը, հավելելով, որ հարկ վճարողը պետք է հարկային մարմնի էլեկտրոնային հասցեին ներկայացնե նախագծով սահմանվող ցևին համապատասխան թիմում առաջին երամսյակի համար կրնա ներկայացվիլ մինչև մայիս 10-ը, երկրորդ երամսյակի համար մինչև օգոստոս 1-ը ներառյալ։ Հիմա մենք եկել ենք այն եզրակացության, որ ստվերը խթանող այդ հատվածում պետքա որոշակի գործողություններ անենք եւ հարկը պիտի այո ավելացնենք։ Ստվերի, այսպես ասած, գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետքա նվազեցնենք։ Այս շրջանառության հարկի հետ դա տեղի ունեցել։ Այսինքն նվազեցման հնարավորությունը, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը իրականում նվազել է դառնալով 1%, շրջանառության 1%-ի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ համընդհանուր հայտարարակրման համագարքին, նշելով, որ 2486 մարդ ընկերային կրեդիտներու գծով յետ ստացած է 232 միլիոն դրամ։ Իմ գնահատականը չի փոխվել եւ չի փոխվելու, սա ըստ էության հեղափոխական նշանակության որոշում է եւ մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիների որոշմամբ եւ քաղաքացիների ձեռքով առողջապահության եւ կրթության ոլորտում։ Ընկերային կրեդիտներու համագարկեն օգտվելու դրամապանության շրջանագի մեջ Նիկոլ Փաշինյանը գոչ ուղեց քաղաքացիներուն գումարը ծախսել անգանխիկ, քանի որ գանխիկ եղանակով գդարված օրինակ գրթական կամ առողջապահական ծախսերը, վճարները ընկերային կրեդիտի շրջանագեններս վերադարձի հնարավորություն պիտի ունենան։ Նախարարության կայքում բացվել է առանձին բաժին շատ պարզ անունով սոցիալական կրեդիտ եւ հենց մուտք են գործում նախարարության կայք կարող են արդեն իսկ այդ բաժին նաեւ մուտք գործել եւ այստեղ մենք տեղադրել ենք հարմարության համար առանձնացնելով կրթական բոլոր հաստատությունների տվյալները ըստ մարզերի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան շատ հեշտությամբ տեսնել, թե սոցիալական կրեդիտից օգտվելու համար արդյոք այդ հաստատությունները ենթակա են, թե ոչ։ Մինչև որ համապարփակ ապահովագրության ընդունումը մեր կառավարությունը եւս մեկ հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառու դառնալ հնարավորություն սոցիալական կրեդիտի միջոցով։ Հիմա մենք մշակում ենք այդ հնարավորինս փաթեթը, որպիսի այս տարվա ընթացքում բոլոր այն եկամտահարկ վճարողները, ովքեր որ սոցփաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան այս սոցիալական կրեդիտները օգտագործել հենց առողջապահական շատ կարևոր կարիքները հոգալու համար։ Վարչապետը գրգին կարևորեց համընդհանուր հայտարարակրման համագարքի ընկերային կրեդիտ ստանալու մասին ամենօրյա կարգով բացած իրազեկման անհրաժեշտությունը։ 2025 թվականի հունվարին տնտեսական աշխուժության ցուցանիշը թրական արձանագրած է 7.1%։ Միևնույն ադեն արտաքին արևելաշրջանառությունը անգում արձանագրած է 40%-ով, արտահանումը նվազած է 49.2%, իսկ ներմուծումը 33.5%-ով։ Տնտեսագետներուն մեկնաբանությամբ հունվարյան այս անգումը գլխավորապես կախյալ է երկու գործոններ է՝ նախ կաղանթի շրջանին սպառողական բարձր պահանջարկի հագեցվածությունն եւ երկրորդ նախորդ ամիսներու արձանագրված վերարտահարման ծավալներու նվազում են։ Վիճակագրական կոմիտեն հրապարակած է 2025-ի հունվար ամսվան փոքր տնտեսության ցուցանիշները։ Տնտեսական աշխուժության ցուցանիշը առաջին ամսվան ընթացքին աճած է 7.1%-ով, արտաքին արևդրաշրջանառությունը անգում արձանագրած է 40%-ով, արտահանումը նվազած է 49.2%, իսկ ներմուծումը 33.5%-ով, ներքին արևդրաշրջանառության աճը գազմած է 9.9%, շինարարությունը աճած է 11.6%, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազած է 10.4%-ով, նաև աճած է ծառայություններու ծավալը 12.6%, էլեկտրականության արտադրությունը 7.8%-ով, սպառողական քիներու աճը գազմած է 1.7%, իսկ արդյունաբերական արտադրանքինը 2.8%։ Մասնակիցները բնտեցին, որ հունվար ամսվան ցուցանիշներու մեջ որոշակի անկումները բնականon է։ Առաջին ամիսը միշտ ալ բացասական կհամարվի։ Տնտեսագետը բացատրեց, թե ինչու հունվարին մեծ անկում արձանագրած է արտաքին արևդրաշրջանառությունը։ Հունվար ամիսը սովորաբար առևտրի առումով պասիվ ամիս է համարվում, քանի որ ամանորյա այդ գնումները միշտ ոնց որ գերազանցել է դեկտեմբերի պահանջարկը միշտ ավելցուկային է եղել, իսկ բացի դրանից տեսեք ընդհանուր առմամբ որոշակի նաև վերարտահանման հետ կապված խնդիրներն են այստեղ դիտարկվում, քանի որ արդեն իսկ արտաքին պահանջարկը գրեթե հագեցած է։ Հունվարին անգում արձանագրած մյուս ուղղությունը արդյունաբերությունն է։ Այստեղ տանտաղում նկատված է գրեթե բոլոր ուղղություններով, ըսին մասնակիցները։ Այստեղ ալ անկման վրա իր ազդեցությունը ունեցած է վերարտահանման ծավալներու նվազումը։
Ստարտային հունվարը, գիտեք, տարվա սկիզբ որպես ավելի շատ նախապատրաստական աշխատանքի փուլ է եւ տարվա ընթացքում կարծում եմ, որ արդյունաբերության աճը նկատելի կլինի եւ ընդհանրապես երկրորդ կիսամյակից է տնտեսական աճի հետ կապված արդյունաբերության աճը դառնում կարծես սինխրոն։ Այս իմաստով մենք սպասենք, որ տնտեսությունը կարձագանքի մարտահրավերներին։ Նախորդ դարվան թափը կշարունակե բահել շինարարությունը։ Թեև քրավային վարգի բարակային Երևանի մեջ այս տարի ալչի կորձերի եկամտահարգի վերադարձի ծրագիրը, սակայն արդեն իսկ մեկնարկած շինարարությունները դակավին 1-2 տարի պիտի բահեն աշխուժությունը, հայտնեցին մասնակիցները, բայց ընդհանուր միտումը պիտի թանթաղի։ Տնտեսական բարձր աճը հիմնականում նկատվել է ոչ արտանելի հատվածում, այսինքն այդ գումարների մեծ ներհոսքը տրանսֆերտների հիմնական ուղղվել է մասնավոր պահանջարկի բավարարմանը, որը ուղղվել է հիմնականում առևտրի ծառայությունների ոլորտ, որոնք բնականաբար հանդիսանում են տնտեսության ոչ արտանելի հատված եւ նաեւ շինարարության։ Դարվանը սկիզբը խոստումնալից է, արձանագրեց Սերգեյ Փակրադյանը։ Հարաճիգային թե պետությունը, թե տնտեսավարողները պետք է ուշադիր հետևին աշխարհակահաղական զարգացումներուն եւ պատրաստ լան փոփոխություններուն, ընդգծեց պատգամավորը։ Պետք է անընդհատ աշխատել եւ մակրոտնտեսական ցուցանիշներին հետևելով աշխարհում տեղի ունեցող մեր տնտեսագետներ եւ կառավարությունը եւ նաեւ կենտրոնական բանկը համապատասխան պետք է որոշումներ կայացնեն։ Տեսեք, մեր գնաճը ընդհանրապես 1.7% է հունվարին։ Սա շատ լավ ցուցանիշ է, տարածաշրջանում ամենացածր գնաճն է։ Եվ եթե մենք սա տարեկան նախատեսում ենք 3% գնաճ եւ կարողանանք իսկապես կենտրոնական բանկը դրամավարկային ճիշտ քաղաքականությամբ կարողանա չեզոքացնել ռիսկերը, դա շատ խոստումնալից կլինի մեր տնտեսական աճի համար։ Մասնակիցները կփաստեն, որ տնտեսական այն աշխուժությունը, որ այս բահուն գարցանակրվի մեր երկրի մեջ, իրական կարողությունն է, ու եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ աշխուժության նպաստող արտաքին շատ գործոններու ազդեցությունը կամ չեզոքացված է, կամ էականորեն նվազած է, արձանագրված արդյունքները կարելի է բավարար համարել։ Կառավարությունը 2025-ի տարեհաշվին նախագծով կանխատեսած է 5.1% տնտեսական աճ։ Աշակվան համար մենք պատրաստած էինք այս կանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին, մինչ հաջորդ շաբաթ։